Իսրայելի եւ Իրանի միջև արդեն 9 օր շարունակվող հակամարտության ապաեսկալացման նշաններ առայժմ չկան։ Կողմերն օրվա ընթացքում շարունակել են հարվածներ հասցնել միմյանց։ Լրատվամիջոցները հայտնում են Իրաքի հետ սահմանակից Ահվազ քաղաքում պայթյունների մասին։ Իսրայելի բանակն ավելի վաղ հայտնել էր, որ կործանիչներով հարվածներ է հասցնում Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։ Իրանը հաստատել է իսրայելական հարվածներից միջուկային ոլորտի 10-րդ գիտնականի մահը։ Ընդհանուր առմամբ ըստ Իրանի առողջապահական գերատեսչության երկրում զոհերի թիվը հասել է 430-ի, շուրջ 3500 մարդ վիրավորվել է։ Գիշերը պայթյուններ են լսվել Սպահանում, որտեղ գտնվում է Իրանի միջուկային հետազոտությունների խոշորագույն համալիրը։ Ըստ իրանական լրատվամիջոցների վտանգավոր նյութերի արտահոսք չի եղել։ Միևնույն ժամանակ Իսրայելի բանակը տեսանյութ է տարածել, որում ներկայացվում է Սպահանի միջուկային օբյեկտին հասցված նոր հարվածների վնասը։ Գիշերվա գրոհներից տուժել է նաև իրանական Ղոմ քաղաքը։ Բնակելի շենքին հասցված հարվածներից 2 մարդ է զոհվել, այդ թվում 16-ամյա պատանի։ Կան նաև վիրավորներ։ Ղոմից ոչ հեռու է գտնվում Ֆորդոյի միջուկային օբյեկտը։ Իր հերթին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Ղոմի շրջանում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաղեստինյան մասնաճյուղի հրամանատար Սաիդ Իզադին։ Կացը նշել է, որ Իզադին ֆինանսավորել եւ զինել էր պաղեստինյան Համաս խմբավորումը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումից առաջ։ Կացը հայտնել է նաև ԻՀՊԿ-ի հրամանատարներից Բենհամ Շարիարիի սպանության մասին Թեհրանի արևմուտքում նրա մեքենան թիրախավորելու միջոցով։ Իրանական կողմը դեռ պաշտոնապես չի հաստատել երկու հրամանատարների սպանությունը։ Իսկ Իրանի հասցրած հարվածներից Թել Ավիվից ոչ հեռու գտնվող Հոլոն քաղաքի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։ Թել Ավիվի երկնքում նույնպես աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իսրայելի հարավում ևս հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Իսրայելի բանակը հայտնել է գիշերն իրանական 40 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Ըստ Ցահալի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր խոցվել է իրանական 470-ից ավելի անօդաչու, ինչը կազմում է դրանց 99%-ը։ Իսրայելական կողմը հայտնել է իրանական հարվածներից 25 զոհի, 2500-ից ավելի վիրավորի մասին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել իրանցի իր գործընկեր Մասուդ Փեզեշքյանի հետ։ Զրույցի ընթացքում Մակրոնը խորը մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ։ Իմ դիրքորոշումը հստակ է, Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա եւ պետք է լիարժեք երաշխիքներ տրամադրի, որ իր մտադրությունները խաղաղեն, գրել է նա X սոցիալական հարթակում։ Մակրոնը համոզմունք է հայտնել, պատերազմին վերջ դնելու եւ ավելի մեծ վտանգից խուսափելու ճանապարհ գոյություն ունի։ Դրան հասնելու համար մենք կարագացնենք Ֆրանսիայի եւ եվրոպական գործընկերների կողմից Իրանի հետ վարվող բանակցությունները, հավելել է նա։ Ստամբուլում մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանը, որը նախագահում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքամ Ֆիդանը։ Նա իր պաշտոնակիցներին հայտնել է, որ Իրանի վրա հարձակվելով Իսրայելը տարածաշրջանը ներքաշում է լիակատար աղետի մեջ։ Ֆիդանը մուսուլմանական երկրներին կոչ է արել կանգնել Իրանի կողքին եւ նշել է, որ տարածաշրջանում առկա է Իսրայելի խնդիր, հաշվի առնելով Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները, Լիբանանի, Սիրիայի, Եմենի եւ Իրանի ուղղությամբ հարվածները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն իր հերթին արտգործնախարարների հանդիպման ժամանակ իր ելույթում դատապարտել է բանակցությունների նոր փուլից առաջ Իսրայելի հարվածներն Իրանի ուղղությամբ։ Նա Իսրայելի վրա ազդեցություն ունեցող երկրներին կոչ է արել լուծում գտնել երկխոսության միջոցով եւ թույլ չտալ հակամարտության ընդլայնում։ Նստաշրջանին ժամանած Իրանի արտգործնախարարը հայտարարել է, Թեհրանը չի կարող բանակցությունների գնալ ԱՄՆ-ի հետ, քանի դեռ իրանցի ժողովուրդը ենթարկվում է ռմբակոծությունների հենց Վաշինգտոնի աջակցությամբ։ Մենք ցավոք եկել ենք այն եզրահանգման, որ Միացյալ Նահանգները հենց սկզբից եղել է այս ագրեսիայի մասը։ Նրանք դա հերքում են, շարունակ պնդում են, որ ներգրաված չեն, բայց շատ բան վկայում է այն մասին, որ նրանք ներգրաված են եղել հենց առաջին օրվանից։ Ցավոք մենք լսել ենք, որ ԱՄՆ-ն կարող է միանալ այս ագրեսիային։ Դա շատ ցավալի կլինի եւ կարծում եմ, որ շատ վտանգավոր կլինի բոլորի համար։ Հունիսի 21-ից 22-ը Ստամբուլում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանը կազմակերպության պատմության մեջ ամենախոշորն է։ Իրադարձության մասնակիցների թիվը հասնում է շուրջ 1000-ի։ Բացի կազմակերպության անդամներից նստաշրջանին մասնակցում են նաև ՄԱԿ-ի, Արաբական պետությունների լիգայի, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Իսլամական համագործակցության կազմակերպության նստաշրջանից առաջ Արաբական պետությունների լիգայի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել, դատապարտելով Իսրայելի ավիահարվածներն Իրանի ուղղությամբ եւ կոչ անելով տարածաշրջանային ու միջազգային ջանքեր գործադրել իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու ուղղությամբ։
Ռազմական գործողությունները շարունակվում են նաև Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև։ Ռուսական ուժերը զանգվածային համակցված հարված են հասցրել Պոլտավայի մարզին։ Կրեմենչուգի շրջանում ուղիղ հարվածներ են արձանագրվել, բացի այդ էներգետիկ ենթակառուցվածքի որոշ օբյեկտների վրա բեկորներ են ընկել։ Պայթյուններ են լսվել նաև Օդեսայում։ Սումիում անօդաչուների հարվածից 2 հինգհարկանի շենք է վնասվել, 1 կին վիրավորվել է։ Անօդաչուների եւ հրթիռների արձակման հիմնական ուղղությունը եղել է Կրեմենչուգը, որտեղ կա 1 վիրավոր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հարվածները հասցվել են ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքին եւ վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտին։ Կիրառվել են կինժալ եւ կալիբր հրթիռներ։ Ըստ ռուսաստանցի ռազմական փորձագետների, ռուսական ուժերն ակտիվ մարտական գործողություններ են անցկացնում Սումիի մարզի գրեթե 10 բնակավայրում եւ առաջ են շարժվում ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, իրենց առջև դրված չէ Սումին գրավելու խնդիր, սակայն դա չի բացառվում։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան այդ հայտարարությունն անվանել է անհարգալից վերաբերմունք խաղաղության հասնելու Վաշինգտոնի ջանքերի նկատմամբ։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի խոսքերը, որ որտեղ ռուս զինվորը ոտքը դնում է, այդ հողն իրենցն է։ Ըստ Զելենսկու, Պուտինը ցանկանում է գրավել ամբողջ Ուկրաինան, ուստի Կիևը մի քանի նոր որոշում է ընդունել։ Նախ միջազգային մակարդակով միջոցառումներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ շոշափելի պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ։ Երկրորդ, ավելի շատ ռեսուրսներ ուղղել բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերի համար, եւ երրորդ, կադրային որոշ փոփոխություններ կատարել, մասնավորապես Ուկրաինայի դիվանագիտական կորպուսում։ Միևնույն ժամանակ լրագրողների հետ զրույցում Զելենսկին հերքել է վարչապետ Դենիս Շմիհալի պաշտոնաթողության մասին տարածված տեղեկությունները։ Նա նշել է, առայժմ Շմիհալի հետ նրա հրաժարականի մասին որևէ խոսակցություն չի ունեցել։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգին։ Հանդիպումը տեղի է ունեցել Անկախության պալատում երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Օրակարգում եղել են միջազգային հարցերը, ընդհանուր առմամբ աշխարհում տիրող իրադրությունը եւ բելարուսա-ամերիկյան հարաբերությունները։ Դուք մեծ աղմուկ բարձրացրիք աշխարհում ձեր ժամանմամբ, բայց ես զարմանում եմ, ինչու։ Միթե մենք չենք կարող նորմալ երկխոսություն ունենալ եւ խոսել մեր գործերի մասին, Բելարուսի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների մասին։ Ավելի վաղ Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ Քելոգի այցը դիտարկվում է որպես քայլ, որը կարող է նպաստել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցմանն ուղղված բանակցություններին։ Վերջին տարիներին Քելոգը Բելարուս այցելած ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է։ 2020 թվականին Դոնալդ Թրամփի առաջին նախագահության տարիներին Մինսկ էր այցելել պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնող Մայք Պոմպեոն։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։